Բարև սիրելիներ, մեզի համար պիտի գարտամ ավետարան ըս Ղուգասու առաջին քուլուխեն, առաջին մինչև 4-րդ համարները եւ 9-րդ մինչև 10-րդ համարները եկեք լսենք մեր Տերոջը խոսքը։ Սկիզբեն էր փանը ու փանը Աստծո քով էր եւ փանը Աստված էր։ Անիկա սկիզբեն Աստծո քովն էր։ Ամեն բան անով եղավ եւ առանց անոր բամը չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը անով էր ու կյանքը մարդոց լույսն էր եւ լույսը խավարին մեջ գլուսավորեր ու խավարը զանիգա չջանցավ։ Ճշմարիտ լույսը ան է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը գլուսավորե։ Ինք աշխարհի մեջ էր եւ աշխարհը անով եղավ, բայց աշխարհը զանիգա չջանցավ։ Իրեններուն եկավ, սակայն իրենները զինք չընդունեցին, բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ ըլլալու, որոնք կհավատան իր անունը, որոնք ոչ այրունե եւ ոչ մարմնե կամքե, ոչ ալ մարդու կամքե, հաբա Աստծուծմե ծնան։ Տերը օրհնե իր սուրբ խոսքը։ Ուրեմն խոսքը տեսնենք, որ Հիսուս Աստծո լույսն է եւ աշխարհին լույսն է եւ այս լույսը մութ աշխարհի մեջ մտավ, երբ Հիսուս եկավ այս աշխարհը եւ Հովաննու առաքյալը կբատմե թե ինչպես երբ Հիսուս այս աշխարհը մտավ, իր լույսը իր հետը բերավ, բայց աշխարհը մութ էր եւ իրեն չընդունեցին, նույնիսկ չջանցան թե Հիսուսն էր Աստծո լույսը, որ մտավ մեր աշխարհը եւ գիտենք, որ այս ժողովուրդը Հիսուսին մերժեցին, նույնիսկ իր ժողովուրդը Հիսուսին մերժեցին, քանի որ չուզեցին ընդունել Աստծո լույսը իրենց կյանքին մեջ։ Բայց լույսը մեզի համար լավ բան է, օգտակար բան է եւ ճշմարտությունը կհայտնեցնե եւ գուզենք մոդենալ այդ լույսին եւ ոչ թե փախիլ եւ հեռանալ։ Կտեսնենք, որ Հիսուսը, որ լույսն է, ամենուն գուքա, բոլոր աշխարհին մեջ կմտնա, երբ Աստված դիեզերքը ստեղծեց, առաջին բանը, որ պետք էր, լույսն էր, եւ ասավ թող լույսը լա, եւ իրապես լույս ցակեց բոլոր աշխարհին վրա։ Անգարաջ աշխարհը մութի մեջ էր, բամը հայտնի չէր, եւ ամեն առաջին բանը, որ Աստված ստեղծեց, այս լույսն է, որ Հիսուսն է այդ լույսը եւ գլուսավոր է մեր աշխարհը։ Արևին պես է Հիսուս, որ գփայլի ու գփայլի եւ իր արևին լույսը ամեն տեղ գերտա, ամեն գոմ գերտա։ Նույնիսկ մեկը որ դուրս գելե օրվա ընթացքին եւ գսե որ արև չկա եւ լույս չկա, բայց թեր արևը գծակի եւ գլուսավորե իր ջամփան, թեև մերժե այդ արևը եւ չընդունի այդ լույսը, թեր գաստե իր կյանքին մեջ։ Ուրեմն գտեսնենք, որ Հիսուս ճիշտ այսպես է, որ ինք գլուսավորե աշխարհը, անոնք որոնք իրեն ընդունին, անշուշտ կլան Աստծո զավակները եւ կպատկանին իր ընտանիքին, բայց Հիսուսի լույսը գուքա ամենուն, գուքա բոլոր աշխարհին համար եւ բոլոր աշխարհը գլուսավորե, եթե մարդիկ իրեն ընդունին կամ չընդունին, թեր գլուսավորե իրենց կյանքը։ Երկրորդ կտեսնենք, որ աշխարհը մերժեց այս լույսը, ինչպես Հիսուսին մերժեցին, քանի որ գսիրեին իրենց մեղքերը եւ գուզեին ապրիլ մութին մեջ։ Աշխարհը եւ ժողովուրդը իրենց մեղքը գսիրեին, այն պատճառով լույսը մերժեցին։ Մարդիկ լույսը մերժեցին եւ Հիսուսին մերժեցին, քանի որ չէին ուզեր այդ լույսը իրենց կյանքը լուսավորե եւ իրենց մեղքերը հայտնի ընե եւ գուզեին փախիլ այդ լույսեն եւ բախվդիլ մութին մեջ, բայց գրնա մեկը արևեն փախիլ։ Պլատո փիլոսոփան, որ ճշմարտությունը կփնտրեր, կնմանցնե մեր կյանքը այս աշխարհին մեջ, որ իբր թե մարդ արարած գաբրի մութ քարայրի մեջ եւ միայն լույսը, որ ունենք այս քարայրին մեջ, գրագեն մգուքա եւ այդ գրագը թեև գլուսավոր է, բավական լույս չի դար մեզի համար,
միայն շուքեր կտեսնենք, բաներ կտեսնենք, բայց կատարյալ եւ ճշմարտությունը չենք տեսնար։ Միայն երբ որ այդ քարայրեն դուրս ելնենք եւ արևի լույսին տակ ամեն ինչ տեսնանք, այն ժամանակ ճշմարտությունը կտեսնենք։ Քարարին մեջ մնանք եւ քարարին մեջ ապրենք միայն գրագի լույսով, բոլորովին բավարար մեր դեսիլքը կատարյալ չէ։ Պետք է արևի լույսին տակ ապրենք եւ արևի լույսին տակ տեսնենք, որ ճշմարտությունը գիտնանք։ Բայց մտածենք, թե եթե իրապես այս տեսակ կյանք ունենք, որ մեր բոլոր կյանքը մութ քարայրի մեջ կապրենք եւ օրը դուրս գելենք եւ արևի լույսով կտեսնենք, ինչ պիտի լա, անշուշտ արևը մեր աչքերը բիցավցնե, ինչպես մութ սենյակի մեջ մնացն է եւ դուրս ելած որ արևը գծակի, աչքերդ գծավի այդ լույսեն, ուրեմն որոշում ունենք գնանք այդ ցավը գրել եւ սпасել մինչեւ որ մեր աչքերը վարժվի եւ գնանք այդ լույսին տակ հանգիստ տեսնալ կամ երբ որ ցավ գսկանք կվախնանք եւ իդ ներս կվարզենք այդ քարայրին մեջ ուրեմն ճիշտ այսպես է մարդ արարածի բես Հիսուսին հանդեպ Հիսուսը իր լույսը գբերե եւ այո գծավցնե մեզ մեր աչքերը գծավին քան որ վարժված ենք մութին մեջ վարժված ենք մեղքի մեջ ապրիլ բայց եթե գրանք գրել այդ ցավը գանցնի եւ այլևս Հիսուսին լույսը մեզի ճշմարտությունը գահիտնեցնե բայց եթե մերժենք եւ փախենք այդ լույսեն քանի որ գծավցնե մեր մեղքերը հայտնի գնե եւ այդ ցավ գբերե մեզի մեջ երբ որ փախենք եւ մերժենք իրապես ճշմարտությունը պիտի չի գիտնանք եւ պիտի չի գնանք ապրիլ այդ ճշմարտության մեջ եւ վերջնական կտեսենք որ երբ ընդունենք այս լույսը որ Հիսուսն է Աստծո զավակները կլանք երբ Հիսուսին ընդունենք եւ իր լույսը մեր մեջը գծակի Աստծո զավակները կլանք իր ընտանիքին կպատկանենք եւ երբ Աստծո զավակն ենք գսել է որ գուզենք այդ լույսը որ մեր մեջը մնա եւ այլևս չենք ուզեր մութին մեջ ապրիլ ուրեմն երբ Հիսուս իր լույսը մեր սրտերու մեջ կտնե այլևս կմաքրե մեր մեղքերը եւ մենք գուզենք այդ լույսին տակ ապրիլ եւ գուզենք մերժել մեղքը որ գիշխեր մեր կյանքին վրա ոչ միայն Հիսուսին լույսը մեր մեջը կմնա եւ մեզի կմաքրե մեր մեղքերեն բայց նաեւ մենք ալ գուզենք այդ լույսը փայլեցնել եւ այդ լույսը դալ ուրիշներուն Հիսուս կսե ցուք եք աշխարհին լույսը քաղաքը որ լերան վրա գեցած է չի գնար բախվել ուրեմն երբ Հիսուս իր լույսը մեր մեջը գտնե գուզե որ մենք փայլենք եւ իր լույսը դարածենք բոլոր աշխարհին վրա ուր որ երթանք ուրեմն երբ կընդունենք այս լույսը որ Հիսուսն է եւ չենք մերժեր իր լույսը իրապես կրնանք մենք այդ լույսը լուսավորել Աստուծո եւ ճշմարտությունը դարածել եւ այս լույսը որ Հիսուս կփերե իր հետ կդարածենք բոլոր աշխարհին վրա ոչ միայն մեր կյանքին մեջ բայց այլևս լույսի տակ կրնանք ապրիլ եւ ճշմարտության մեջ կրնանք քալել դեր օրհնեցես